Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ-սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանի եւ տարածաշրջանի իրողությունները թևակողում են մի նոր փուլ։ Օգոստոսի 8-ի համաձայնությունները, որոնց վերաբերյալ կար խիստ տարբեր վերաբերմունք տարբեր դերակատարների կողմից եւ շատերի մոտ էլ այսպես վերաբերմունքը այն էր, որ դա դեռ թղթի վրա է եւ թղթից մինչեւ իրականություն շատ հեռու է, հիմա բոլորն են արձանագրում, որ այս պայմանավորվածությունները թևակողել են արդեն գործնական իրագործման գետնի վրա իրագործման փուլ։ Եվ ըստ այդմ մենք տեսնում ենք շատ որոշակի վերադիրքավորումներ։ Հնչում են 4 կողմից հայտարարություններ տարբեր, առաջինը իհարկե դա Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարություններ էր, նա մի շարք հարցազրույցներ տվեց պետական մեր հանրային ռադիոյին, այլ լրատվամիջոցներին, խոսելով թե ինչ փուլում է թրիփի շուրջ խոսակցությունը եւ որ կետում ենք մենք կանգնած։ Նաև փորձելով խոսել այն մտավախությունների մասին, որոնց հետ կապված ուրիշներն են հայտարարություն անում, մասնավորապես Իրանը, ասելով, որ այդ ճանապարհը չի փակվելու։ Սակայն մենք լսում ենք կրկին Այաթոլլահ Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Ակբար Վելայաթի հայտարարությունը էլի մտահոգությունների մասին եւ այլն եւ այդպես շարունակ, կարծեք թե այս ընթացքում ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ մտահոգությունները նա իդեպ հայտնեց Հայաստանի դեսպանի հետ, Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ իր զրույցի ժամանակ։ Դե դեսպանն էլ ասաց այնինչ իրականում կա։ Եվս մի կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեսպանների հետ այդ հավաքի ժամանակ, ասելով, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մոտենում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ Թուրքիան պլանավորում է սիմվոլիկ քայլեր իրականացնել տարվա սկզբին։ Եվ չորրորդ հայտարարությունն էլ, չորրորդ կողմի հայտարարությունը դա Ռուսաստանի արտգործնախարարության չորրորդ դեպարտամենտի ղեկավար մի ոմն Կալուգին, այո, հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի այդ թրիփը առանց Ռուսաստանի չի կառուցվի, հնարավոր չի եւ պետք է քննարկել, թե ինչ ձևերով կարող է այդ մասնակցությունը լինել։ Մինչդեռ հենց դրան էլ այսօր պատասխանեց խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ասելով, որ ոչ մի քննարկում էլ Ռուսաստանի մասնակցության մասին այդ տրիպին դա չկա, էլի։ Եվ իսկ ինչու պետք է լիներ։ Բացի դրանից էլ պարոն Կալուգինը իր կարծիքն արտահայտեց Հայաստանում ընթացող ներքին իրավական process-ի վերաբերյալ Սամվել Կարապետյանի, նաև խոսելով այն մասին, որ դա ազդելու է ռուսական բիզնեսի տրամադրության վրա եւ հարցեր է առաջացնելու Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված։ Կարծեք թե այս միջավայրը, որ կառուցվում է Հայաստանում, իրենց համար է կառուցվում։ Փորձենք հասկանալ, փորձել համադրել այս հայտարարությունները եւ հասկանալ ինչ համայնապատկեր է ընթացիկ պահին ձևավորվում եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել
Մեր հյուրն է արևելագետ եւ կոնֆլիկտաբան Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը, բարև եք եկել, պարոն Խառատյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ ուրեմն, ով ինչ է ասում այս փուլում եւ ինչու եւ ինչ անել այդ հայտարարությունների հետ, հա? Ինչ միտումներ են դրանք ուրվագծում ըստ այդմ եւ ոնց որ 8-րդ դասարանի ֆիզիկայում, հա, ընդհանուր այդ գումարային վեկտորը դեպի ուր է ուղղված, համեցեք։ Դե կարծեք թե այո կարելի է համադրել տարբեր ուժային կենտրոններից արված հայտարարությունները եւ խոսակցությունները TRIP-ի վերաբերյալ Առավելապես ակտիվացել են սրանք թերևս այն պատճառով, որ նյութականանում է գործընթացը եւ այն բոլոր կասկած տարածողները կամ սկեպտիկները, որ անհնար է որ այդպիսի բան լինի, որ Ռուսաստանը թույլ չի տա կամ Իրանը թույլ չի տա, կարծեք թե շատ ասելիք պիտի չունենան, որովհետեւ երկկողմ մակարդակով Հայաստան-ԱՄՆ ուրեմն գործակցությունն այս ուղղությամբ շարունակում է խորանալ, մենք այցերի եւ ինտենսիվության պակաս չենք տեսել, բայց եթե ելնելու լինենք հենց օրինակ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարություններից կամ հարցազրույցների ընթացքում տված ասած ուրեմն տեքստերից, ապա ինձ համար ոչ միայն կարևոր է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի հետ խորացող համագործակցությունը, այլև այն հանգամանքը, որ այդ ճանապարհը կոչվում է TRIP, ի պատասխան այն հարցին, թե ինչու են ադրբեջանցիները դա Զանգեզուրի միջանցք անվանում, հա, եւ երկրորդը, որ ճանապարհների կամ ենթակառուցվածքների ապաշրջափակումը միակողմանի չի պիտի լինի, այսինքն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաեւ շահարկումներ կային, թե Հայաստանը միակողմանիորեն է թույլ տալու Թուրքիային եւ Ադրբեջանին օգտվել այս ճանապարհից, գոնե ամերիկյան տրամաբանությունը հաստատում է, որ դա այդպես չի։ Եվ վստահաբար Միացյալ Նահանգները նաեւ Ադրբեջանի հետ է աշխատում այս ուղղությամբ եւ այս մասին էլ ուղիղացվեց, որ ծրագրի հաջողությունը կախված է լինելու բացառապես միայն այն պարագայում, եթե ադրբեջանցիներն էլ հասկանան, որ սա ավելի մեծ կոնտեքստի մաս է, այլ ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող գործընթաց։ Թուրքիայի նախագահի հայտարարությունը վերահաստատումն է Ֆիդանի արած հայտարարության դեռևս սեպտեմբերին, որ թուրքական կողմը ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց կունենան ուրեմն խաղաղության շուրջ բանակցություններում արդեն հաջորդ տարեսկզբին, դե տարեսկիզբը հաջորդ սարերի ետևում չէ եւ ուրեմն Էրդողանը անգամ եթե շատ կոնկրետ հարցի շուրջ դեռևս ադրբեջանական կողմը, այսպես ասած, չի դադարել սաբոտաժ անել Թուրքիա-Հայաստան գործընթացը, Էրդողանն ասում է, որ մենք առաջիկայում սիմվոլիկ ինչ-որ քայլեր ենք անելու, ինչը ենթադրում է, որ թերևս կողմերը, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը կոորդինացված են աշխատում այս հարցում, ինչ-որ հարցերի շուրջ հանգստության կամ հանդարտության տրամաբանություն կա եւ նաեւ իհարկե այն հանգամանքը, որ իրենք ոչ միայն չեն խոչընդոտելու TRIP-ի գործարկմանը, այլև կողմ են այս գործընթացին եւ որպեսզի դա տեղի ունենա, բնականաբար հարկ է լինելու հասկանալ, թե հնարավոր սահմանի Հայաստան-Թուրքիա սահմանի վերագործարկման որ հատվածներում ինչ պիտի արվի, կոսմետիկ կամ այսպես սիմվոլիկ քայլը ինչը կլինի կտեսնենք, գուցե այդ երրորդ երկրների քաղաքացիների այցերի 22 թվականի պայմանավորվածությունները կյանքի կոչվում, որտեղ ակնհայտ է, որ գնդակը թուրքական դաշտում է, հայկական կողմը տևական ժամանակ է ասում է, որ մենք բաց ենք, մենք պատրաստ ենք, այնտեղից դեռևս արձագանք չկա։ Մինչ այս քննարկել ենք ձեզ հետ եւս, որ եթե կան կողմեր, որոնք այս ճանապարհի վերագործարկմանը կամ գործարկմանը դեմ են, ապա դա առավելապես Իրանն է, որ մտահոգություններ է հայտնել եւ մասամբ Ռուսաստանը, իրավիճակը շարունակում է նույնական լինել, Ռուսաստանի կողմից պարզապես հայտարարություն է արվում առայն, որ առանց մեզ դա հնարավոր չի։ Ես ենթադրում եմ, քանի որ խոսքը վերաբերում է առավելապես երկաթգծին, չնայած էլի քննարկել ենք, որ օրինակ հարավի հատվածը երբևէ եւ չի էլ տեղավորվում յուկաժետեի հետ ունեցած Հայաստանի կոնցեսիոն պայմանագրին, այսինքն երկաթգծի այդ հատվածը ռուսական կողմի
չի վերահսկվում, բայց եթե երկաթգիծը պիտի աշխատի եւ պիտի վերագործարկվի, ապա Նախիջևանի հատվածով դեպի երազ խացնելու եւ հայկական կողմում այլևս պիտի նաեւ իհարկե ռուսների հետ համաձայնեցնել եւ եթե հղվենք ամերիկյան դեսպանի հայտարարության վրա առայն որ բոլոր ճանապարհների վերագործարկումը կամ երկկողմ պիտի լինի սա եւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, ապա Տավուշի մարզով դեպի երազ գնացող հատվածը նույնպես պիտի վերականգնվի, որպեսզի այս ֆունկցիոնալությունը վերականգնվի։ Ուրեմն այստեղ ուզենք թե չուզենք երկու տարբերակ կա, կամ ռուսներն ինչ որ կերպ պիտի ներգրավվեն այս գործընթացում, եթե պայմանագիրը շարունակելու է գոյություն ունենալ, խոսքը չի վերաբերում Մեղրիի հատվածին, խոսքը վերաբերում է դրա շարունակությանը, կամ ուրեմն Հայաստանը պիտի վերանայի այս պայմանագիրը եւ տեսնենք թե հետով պիտի գա եւ ինչ կերպ կառավարի երկաթգծերը, որովհետեւ օբյեկտիվորեն Հայաստանը ռեսուրս եւ կարողություն դեռևս գոնե անձնական պետական մակարդակում եւ հայաստանյան մակարդակում չունի։ Ուրեմն ենթադրում եմ, որ ռուսներն ասում են, որ եթե ինչ-որ գործընթաց պիտի ակտիվացվի, ապա այստեղ մեզ էլ պիտի ներգրավենք եւ ես չգիտեմ, թե դա ինչ կերպ է լինելու։ Մեծ բան չունեմ, հույս չունեմ, թե ռուս-ամերիկյան համագործակցությունն այստեղ է լինելու, հատկապես հաշվի առնելով, որ կարծես թե Ուկրաինայի ուղղությամբ էլ շատ մեծ առաջընթացներ չունենք, կարող ենք անդրադառնալ նաեւ դրան։ Եվ ի վերջո Իրանը, որ բնականաբար շարունակում է իր բացական վերաբերմունքը հայտնել կամ արտահայտել հատկապես սահմանների ամփոփ անկախտելիության վերաբերյալ այստեղ նաև ամերիկյան կողմին եթե վերադառնալու ենք այդ դեսպանի հայտարարություններին հարցին թե արդյոք Հայաստան-Իրան երկաթուղին գիծը պիտի որևէ կերպ կամ ճանապարհները պիտի որևէ կերպ խաթարվեն, պատասխանը բնականաբար ոչ է։ Իհարկե ոչ, մեկը մյուսի հետ կապ չունի, այլ հարց է, բայց նաև նայենք տեսնենք, որ Ռուսաստանն ու Իրանը վերահաստատել են, որ շատ մոտ ապագայում Ռաշտ աստարահատվածը պիտի սկսի աշխատել։ Գոնե իրանական կողմը ռուսների հետ խոսակցությունում սա է ասել, ինչը նշանակում է, որ Իրանից էլ երկաթգիծը դեպի սահման եւ Անդին պիտի ենթադրաբար գործարկվի։ Մենք արդեն, չգիտեմ, քանի տարի ենք լսում այս երկաթգծի գործունեության մասին եւ չնայած այս պահին ակտիվորեն չենք լսել Վրաստանի հայտարարությունները, բայց ես վստահ եմ, որ Վրաստանը նույնպես էապես շահագրգռված է ներգրավված լինել այս գործընթացում, չնայած պարզ չի թե ինչ կերպ, հա, բայց մեծ հաշվով թրիփի կառուցումը Վրաստանը դիտարկում է որպես իր կարևորության նվազեցմանը միտված քայլ եւ այստեղ նաեւ թեթև նյարդ կա, որի հետ պետք է առնչվել, տեսանք անգամ ամերիկացի դիվանագետի այցը Վրաստան, որտեղ քննարկվում էր Վրաստանի հնարավոր շահը այս ուղղությամբ, բայց դժվար եմ պատկերացնում, թե այդտեղ շատ կոնկրետ բաներ կարող են լինել, չնայած եթե հաշվի առնելու լինենք, որ բոլոր ենթակառուցվածքները վերագործարկվելու են եւ այդտեղ չի բացառվելու որևէ մեկի շահ, ապա դեպի Վրաստան գնացող երկաթգիծը պակաս կարեւոր չի լինելու, բայց խոսքը այստեղ վերաբերում է ավելի շատ որքան արագ է սկսվելու այս աշխատանքը եւ արդյոք օրինակ երբ որ ռուսներն ասում են կամ ռուսական կողմն ասում է որ առանց մեզ դա հնարավոր չի իրենք նկատի ունեն այն որ օրինակ այդ երկաթգծի կառուցման, որտեղ այնտեղ գիտեք այդ 43-44 կիլոմետրանոց հատվածը պիտի ամբողջությամբ վերականգնվի, ապա իրենք օրինակ հավակնություններ կամ ցանկություններ են այդտեղ ներգրավվելու, այդտեղ ում հետ է քննարկվելու, ովքեր են որոշում կայացնելու այդ հայ-ամերիկյան ընկերությունն ի վերջո որոշում կայացնող մարմինն է լինելու, թե այնուամենայնիվ սա միջպետական մակարդակում է որոշվելու, սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները ցավոք դեռևս չունենք, բայց այն փաստը, որ կրկնեմ, ակտիվանում է եւ ել ավելի բարձր մակարդակում կամ պաշտոնական մակարդակում հայտարարություններ են հնչում, նշանակում է կամ թույլ է տալիս ենթադրել, որ ակտիվացել է գործընթացը եւ մոտ ապագայում գուցե տեսնելու ենք նաեւ այդ շինարարության կամ այդ ենթակառուցվածքների վերագործարկման հիմնարկեքը։ Պարոն Խառատյան, երբ Արարչին այցելեց Բաքու, այնպես ստացվեց, որ դրան հաջորդեց մի այսպես մի աժիոտաժ կապված նրա հետ, որ 3+3 ֆորմատով հավաքվելու ժամանակն է եւ այլն, եւ կարծեք խնդրեմն էլ հանգեց նրան, թե հաջորդը պետք է Բաքվում անցկացվի այն մյուսն էլ Երևանում, թե հակառակ հաջորդականությամբ հաջորդը Երևանում, այն մյուսը Բաքվում եւ Երևանը եւ Բաքուն այսպես ազդակներ արձակեցին, որ իրար հետ չեն պայմանավորվում, դե ուրեմն չի ստացվում։
գոնե այս պահի դրությամբ դա այդպես է։ Այդ 3+3-ի սենց ասենք, ռեժիսորնով է, էլի, այս փուլում։ Ձեր կարծիքով, չնայած դա բարձրաձայնում էր Արարչին, բայց եկեք խոստովանենք, որ հիմքեր կան մտածելու, որ Իրանի ֆոբիաների վրա Ռուսաստանը այսպես խաղալով, շահագործելով դրանք Իրանին է առաջ մղում այսպիսի առաջարկները, որը իրեն է պետք, հա, ի վերջո Բաքվի տեղն էլ գիտեն Թեհրանում, Երևանի տեղն էլ Անկարայում էլ եւ ասենք պարտադիր չէ, էլի, որ գնել խոսալու համար Ռուսաստանը պարտադիր ներկա լինի, ասենք սեղանի շուրջ, ասենք մեր արտգործնախարարի հետ խոսալու համար Լավրովն ու Մարիա Զախարովան պարտադիր պետքա ներկա լինեն, էլի։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ սա բնականաբար ռուսական ի սկզբանե Ռուսաստանի կողմից առաջ քաշված դրամաբանություններ, որին ի դեպ Թուրքիան լուրջ չի վերաբերում, եւ այդ մասին բավական բաց ասում են, մասնակցել են մի քանի անգամ, բայց այդ 3+3-ը հիշենք, որ 3+2 է դեռ մինչ այսօր։ Վրաստանն այնուամենայնիվ չի մասնակցել, չգիտենք ինչ է փոխվել, որովհետեւ Վրաստանի տարբեր մակարդակներում մասնակցություն ենք տեսնում, ֆորմատներում, որտեղ Ռուսաստանը եւս կա, հենց դա, եւ սա նշանակում է, որ Վրաստանը կարող է օրինակ հետաքրքրված լինել այս ֆորմատով ինչ որ կերպ ներգրավվելու, չնայած վստահություն չունեմ, որտեղ Վրաստանը մինչ այս չի մասնակցել առավելապես արևմուտքի ճնշումների ներքո, դրա մասին էլ ենք շատ խոսել։ Բնականաբար, Վրաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ առանձին հարաբերություններ ունի, դրա խնդիրը չունի, Թուրքիայի հետ իր հարաբերություններն ունի, Ռուսաստանի հետ խնդիրների մեծ բազմություն ունի, եւ այնպես չի, թե այդպիսի նոր ձևավորված ֆորմատում առանց օրինակ նաև թույլ առանց իր տարածքային ամբողջականության հետ խնդիրները կարգավորելու ավենյու կամ ուրիշ տարածք ունենալը հիմա կուզենա գնալ Ռուսաստանի հետ ֆորմալ ֆորմատով խոսակցության։ Սա բնականաբար խնդիրներից մեկն է, բայց կարող է նաև փոխվել։ Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս ֆորմատում մասնակցել են բացառապես որպեսզի մերժած չլինեն ընդհանուր առմամբ, այսինքն ուզում եք այդպեսի վատամարտ դուրս չգան, ինչի փչացնենք մի բան, որտեղ որ առանձնապես դեռ ոչինչ չգիտենք, այո, առանձնապես որոշում չի կայացվում եւ դա էլ, այսպես ասած, հայեցողական ֆորմատ է, հա, այսինքն որևէ փաստաթուղթ չենք տեսել, բարի կամքի դրսևորումներ կամ ցանկություններ կամ կենացային մակարդակի տեքստեր կան, փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ են եղել, բայց ընդհանուր առմամբ այդ ֆորմատը իր էֆեկտիվությունը որևէ հարցում դեռևս ցույց չի տվել։ Հիմա որքանով է Ռուսաստանով պայմանավորված Իրանի այս հայտարարությունը, վստահ չեմ, որտեղ Իրանն էլ մեծ հաշվով տարածաշրջանային այլ ֆորմատներից դուրս մնացած է զգում իրեն, հատկապես որ գիտենք, որ հունիսյան 11-օրյա, 12-օրյա պատերազմից հետո Իրանում իսկապես իրավիճակը էապես վատթարացել է եւ քաղաքական առումով եւ տնտեսական առումով մենք տեսնում ենք ինչ խոսք, որովհետեւ գործող քաղաքական իշխանության հեղինակությունը լուրջ հարված է ստացել, մենք նաեւ տեսնում ենք, որ փորձեր են անում այլ ֆորմատներով արևմուտքի հետ վերագործարկել խոսակցությունը, Իսրայելից էլ ենք տեսնում հայտարարություններ, որ չի վերջացել այս խոսակցությունը, մենք դեռևս Իրանի հետ անելիք ունենք եւ միջուկային ծրագրի հետ կապված, այո, այսինքն սա դամոկլյան սուր է, եթե կարելի է ասել, որ կախված է, եթե որևէ կերպ մինչ այդ որևէ լուծում ֆորմատ չլինի խոսակցության, ապա այո, էսկալացիան կարող է անխուսափելի դառնալ։ Իրանում նաև որոշ ազատություններ են սկսել թույլ տալ, այսինքն կանայք առանց հիջաբների են, նրանք ովքեր ուզում են, այսպիսի բան չենք տեսել, հա, Իրանում, դե նաև տեսնում ենք, որ ինֆլյացիայի բավական լուրջ մակարդակ կա, այսինքն երկիրը դոլարի պակաս ունի եւ այդ ամեն ինչում իհարկե Իրանի իշխանությունների վիճակը հեշտ չէ։ Հիմա մի հատ էլ Իրանը շրջանցող մի ճանապարհի մասին խոսակցությունը կամ այդ երևույթը, որտեղ իրազեկությունը շատ նվազ է, բնականաբար քաղաքական իշխանությանը էական հարված է հասցնելու անկարողություն անմիջական հարևանությամբ տարածաշրջանում գործընթացների մեջ
խորամուխ կամ ներգրավված լինելու եւ դրա համար իրենք նաեւ ալտերնատիվ տրամաբանություն են առաջ մղում իդեպ ռուսների հետ հաճախ ուղիղ ասելով որ թող լինի այդ ճանապարհը բայց մի հատ թողել Իրանով թող մի հատ էլ Իրանով լինի այդպիսի ճանապարհ սա է իրենց այսպես ասած կառուցողական տրամաբանությունը եթե փորձում են կառուցողական դաշտում խոսել հակառակ պարագայում այո այդ այսպես ասած հերթապահ հայտարարությունը որ անընդունելի է սահմանների փոփոխությունը իհարկե այդ մասին լսել ենք այստեղ սահմանների փոփոխության մասին չի Նախ առաջ մեր համար անընդունելի չէ եթե իրենք ուզում են TRIP-ից դարձնել սահմանների փոփոխություն կամ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության Հայաստանի սպառնալիք մենք թերևս ավելի լավ գիտենք չէ արդյոք դա այդ սպառնալիքն է թե ոչ կրկնեմ այլ հարց է որ իմիջի խնդիր կա եւ հատկապես այն հարվածը որ ստացել է գործող իշխանությունը պատերազմից հետո դեռևս հնարավոր չի եղել վերականգնել եւ շատ բարդ է հաշվի առնելով նաեւ երկրի հոգեվոր առաջնորդի տարիքը եւ հնարավոր փոփոխությունները որոնք կարող են լինել օրինակ այլ քաղաքական իրավիճակում անհանգստություն պիտի առաջացնի Իրանի իշխանությունների մոտ եւ ես առավելապես դրանով եմ պայմանավորում Պարոն Խառատյան, այնինչ մենք ձեզ հետ այսպես քննարկում ենք, դա նաև եւս մի համատեքստ ունի, դա Հայաստանի կողմից այս դեկտեմբերի ընթացքում, հա, այս ինտենսիվ քայլերը եվրոպական ուղղությամբ։ Դա Արարատ Միրզոյանի այցն էր Ընդհանրապես Եվրոպայի, հա, այսպես հիմա Եվրոպա երևի ավելի մեծ Եվրոպա կոչենք այցն էր Բրյուսել եւ այդ ռազմավարական նոր օրակարգի ստորագրումն էր հաշված օրեր անց Գերմանիայի հետ ռազմավարական գործընկերության այդ հռչակագրի ստորագրումն էր եւ ահա ելի հաշված օրեր անց Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին եւ Կայակալլասի հայտարարությունից մենք տեղեկանում ենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրամիությանը օժանդակության այդ հայցով, որ հիբրիդային այս սպառնալիքներին Հայաստանը կարողանա դիմագրավել, հա? Այս ամենը եւս հարցեր է առաջացնում առաջին հերթին Ռուսաստանը։ Իհարկե մեզ դա չպետք է տպավորի, բայց այնուամենայնիվ դա եւս այս հավասարումի մեջ մի կոմպոնենտ է։ Ձեր մեկնաբանությունը ինչ է սա եւ ինչպես է սա դիրքավորում մեզ որպես տարածաշրջանային պետություն։ Համաձայն եմ, որ չենք կարող հաշվի չնստել Ռուսաստանի հայտարարությունների հետ։ Հիմա տպավորում է թե չի տպավորում, նրանք հենց այնպես չեն արվում եւ որևէ ժամանակահատվածում բնականաբար դիրքորոշումները հստակեցնում են իրենց, բայց այս մասին լսում ենք, լսել ենք եւ դեռ լսելու ենք, վստահ եմ։ Այլ հարց է, թե ինչպիսի միևնույն է, ինչպիսի զարգացումներ են լինելու ուկրաինական ճակատում, որովհետեւ հանգամանքները, որոնք բերել են այս հնարավորություններին Հայաստանի համար, ուղիղ պայմանավորված է նաև Ռուսաստանի զբաղվածությամբ ուկրաինական ֆրոնտում եւ այնտեղ կարծես թե մեծ հեռանկար չենք տեսնում կարգավորման կամ մոտ ապագայում լուծումների։ Չնայած նրան, որ ձեզ հետ էլ քննարկել ենք այդ 28 կետանոց հետո փոքրացած, հետո ավելացած փաստաթուղթը, որն ի սկզբանե ենթադրաբար ամերիկացիներն էին բանակցել ռուսների հետ, մենք դրանից հետո տեսանք հայտնի Ուիտկոֆ-Ուշակով հեռախոսազրույցի ուրեմն ցածում հայտնվելը, իսկ սա նշանակում է, որ այլևս խաղացողները միայն այդ խոշորները չեն, եթե նրանց խոսակցություններն են հնարավոր այդ եւ ով է դա անում, ում է դա ձեռնտու Պարզ է, որ այստեղ ամենաանհանգիստ ուղղությունը կամ կողմը Եվրամիություններ եւ առանձին պետությունները, թվում նաեւ ոչ անդամ Մեծ Բրիտանիան, որոնք կարծում են եւ հաճախ ակնհայտ ուղիղացում են, որ չի լինի առանց մեր շահերը հաշվի առնելու լուծումների գնալ այդպես արագ, հա։ Բայց այնինչ տեղի ունեցավ Եվրամիության հետ, իսկ մասնավորապես նոր փաստաթղթի ստորագրումը մեծ հաշվով նորացված սեպան էր, որ մի քիչ ավելի մեծացված քաղաքական հատված ունի եւ ես ասել եմ եւ շարունակում եմ
պնդել, որ մենք կուզեի տեսնել թե օրինակ Սեպան մինչև այս կետը որքանով է իրականացվել եւ ինչ հարցեր կան, ինչու չենք կարողացել կամ կարողացել այս կամ այն հարցը լուծել։ Արդյոք դա պետական հենց այդ, արդյոք դա պետական կառույցների անկարողությունն էր, արդյոք դա քաղաքական կամքի հետ խնդիր էր, ինչն է եղել խնդիրը եւ որոնք են այն երաշխիքները, որ նոր փաստաթուղթն այդ տարագությամբ իրականություն է դառնալու։ Մենք կողմ ենք այդ փաստաթղթին եւ ուզում ենք, որ դա իրականություն դառնա, եւ այստեղ ուղղակի պետք է հասկանալ, թե որտեղ է եղել նախկին խնդիրը, հա, նախկինում եղած խնդիրները, իսկ դրանք հիմնականում դատախազության արդարադատության ոլորտի դատական համակարգի, այո, այս սրա հետ կապված հարցերն են, որտեղ լուծումներ են պետք։ Ինչ վերաբերում է Գերմանիան, կարևոր բան եք նշում, իդեպ հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել USAID-ի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության փակվելուց հետո այսօր տեխնիկական աջակցության տեսանկյունից ամենախոշոր դոնորը Հայաստանում Գերմանիան է առանձին վերցրած, որը կարծես թե նաև իր մեջ սկսում է ներառնել ավստրիական եւ շվեյցարական հետաքրքրությունները, խողովակը որ փորձելու են գտնել դա հենց այս տեխնիկական աջակցությունն է եւ իրենք առաջիկա մի քանի տարվա կտրվածքով բավականին մեծ փաթեթ են քննարկում, մանրակրկիտ են քննարկում եւ շատ լավ է, որ տեսնում ենք առաջին անգամ, որ նաեւ քննարկում են ոչ միայն պետության կամ կառավարության հետ, այլև մասամբ նաեւ քաղաքացիական հասարակության հետ, կոնկրետ տեղեկատվական կառավարման ոլորտում, որը կարեւոր է։ Ինչ խոսք Կայա Կալասի հայտարարությունը վերաբերում է առաջիկա ընտրություններին եւ հնարավոր ներգործությանը Ռուսաստանի կամ ժողովրդավարական գործընթացներում Ռուսաստանի ներգրավվածության, բացասական ներգրավվածության հնարավորությանը եւ այստեղ իհարկե Եվրամիությունը առանձին եւ առանձին պետությունները արդեն վերահաստատում են այն, որ մենք պատրաստական ենք եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանում ընտրական գործընթացներում եւ ժողովրդավարության ճանապարհին, բայց վերադառնալով Գերմանիային, այնտեղ ընդհանուր առմամբ երկրի գերակայությունները փոխվել են եւ գիտեք, որ անվտանգությունն ու ռազմարտունաբերությունը դարձել են թիվ 1 գերակայություն եւ այս տեսանկյունից արդյոք պետք է ակնկալել, որ Գերմանիայի հետ ունենալու ենք նաեւ այս ուղղությամբ ինչ որ համագործակցություն։ Հիմա ամերիկյան կողմի հետ հասկանում ենք, որ սահմանային անվտանգությանը, սահմանների կառավարմանը բավական լուրջ ուշադրություն է դարձվելու, էներգետիկայի ոլորտում է ուշադրություն դարձվելու, սրանք նույնպես վերահաստատվեցին դեսպանի կողմից։ Ես վստահ եմ նաեւ, որ Գերմանիան պակաս հետաքրքրված չէ հենց այս նույն ոլորտներում ինչ որ ներգրավվածություն ունենալու եւ այստեղ Եվրամիությունը մի կողմ դնենք, առանձին խոշոր խաղացողները, որոնք արդեն իսկ որոշ ավանդույթ եւ ներդրում ունեն Հայաստանում կոնկրետ ոլորտներում աշխատանքի, այստեղ անելիքը շատ է, ավելին ասեմ, այն որ Ռուսաստանից տեսնում ենք, որ գիտեք, այնինչ դուք անում եք, օրինակ այս կամ այն ուղղությամբ ցա ներդրումային միջավայրի տեսանկյունից Հայաստանը պակաս հետաքրքիր է դարձնում ռուսական բիզնեսների համար, եթե այնտեղ կտրուկ շարժումներ են լինելու, ապա պետք է հասկանալ, թե այդ օրինակ խոշոր ուղղություններում, որոնք են լինելու այն ընկերությունները կամ այն հնարավոր երկրները, որոնք հետաքրքրված են լինելու ուղիղ ներդրումներ անել Հայաստանում, եթե օրինակ պարապտեղ ազատվի, հա։ Դե խոշոր հաշվով մեծ հարցերը Ռուսաստանի ասելիքը հեծին է վերաբերում, սա հասկանալի է, թե ինչ լուծում կլինի կտեսնենք, գիտեք 3 ամսվա լիցենզիայի զրկումից հետո 3 ամսվա ընթացքում պետք է մրցույթ լինի, պիտի հասկանանք արդյոք ինչպիսի պայմանավորվածություններ են լինելու այս արդեն նախկին սեփականատիրոջ հետ, հա, որտեղ անկախ ամեն ինչից կլինի դա արբիտրաժում թե ներքին խոսակցություններով ինչ որ լուծում պիտի լինի, հնարավոր չէ այլ կերպ։ Դրանց զուգահեռ արդյոք սա լինելու է պետական փակbaşնետիրական ընկերություն եւ մնալու է պետական կառավարման կամ մենեջմենտն է, ասենք արտապատվիրակվելու եւ եթե այդպիսի հանգամանք կա, ապա այդտեղ օրինակ կարող է գերմանացիներն էլ հետաքրքրված եւ ոչ օրինակ ամերիկյան ընկերություն կամ եվրոպական այլ այս ոլորտում գիտելիք կարողություն իմացություն ունեցող ընկերություն, որտեղ կարծում եմ, որ մենեջմենտի տեսանկյունից մենք իրոք խնդիր ունենք այստեղ եւ կարեւոր կլինի նաեւ ոչ պարտադիր հայկական ընկերություն մենեջմենտով զբաղվի, բայց այդ խոշոր թերևս ամենամեծ կառույցներից մեկը Հայաստանի ինչպեսի կարգավիճակ է լինելու, որքանով ինձ է հասանելի, նաև օբյեկտիվ հանգամանքներից ելնելով վիճելի համարվող այսպիսի կառույցի մեջ ներդրում անող մեծ ընկերություն դժվար եմ պատկերացնում, անկախ ամեն ինչից վտանգները շատ են, հասկանալի է, որ նախադեպը ամենալավը չի, անկախ ամեն ինչից քաղաքական որոշում է թե ոչ, եւ ինձ թվում է, որ ամենայն հավանականությամբ այս տրամաբանությամբ ենք գնալու,
ինչ որ համաձայնություն ձեռք բերելուց հետո հետի սեփականատիրոջ հետ թերևս պետական կառույց է մնալու միառժամանակ, բայց մենեջմենտը արտապատվիրակվելու է որևէ այլ ընկերության, որը փորձ ունի այս ոլորտում։ Ուրեմն սա էլ կարծես թե այս ուղղությամբ է գնում, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի սարբող հայտարարությունը վերաբերում է հենց սրան եւ պետք է ակնկալենք, որ ինչպես ինչ որ ժամանակահատվածում չէր խրախուսվում դեպի Հայաստան ռուսական туриզմը, հիմա էլ չի խրախուսվելու հնարավոր ներդրումները կամ օրինակ որոշ ուղղություններով գուցե արգելվելու է։ Սրան էլ պիտի պատրաստ լինենք։ Քամին ցրտից մեռավ, ինչպես ասում։ Պարոն Խարացյան, մի հարց էլ, որը այսպես հրատապ առաջացավ, դա ես չգիտեմ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրա հետ կապված այսպես մեկնաբանություններ կտա post factum թե չի տա, տալուց էլ ինչ ծավալներով կտա կամ ոչ, բայց այսօր ուրեմն ազդարարվեց, որ Արմեն Գրիգորյանը մեկնում է աշխատանքային այցով Լոնդոն։ Այնպես ստացվեց, որ այս այցը անմիջապես ուղղակի հաջորդեց Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Մետրևելի այն հայտարարությանը, որը BBC-ն էլ հրապարակեց, թե ինչ է ներկայիս Ռուսաստանն Իրանից ներկայացնում, որ արտահանում է քաոս եւ դա ուղղակի էգզիստենցիալ սպառնալիք է Եվրոպայի համար եւ Բրիտանիայի համար եւս։ Ըստ սխալ չի ասում Մետրևելին եւ հենց այդ դրանից ելնելով էլ Հայաստանը դիմում է Եվրամիությանը օժանդակություն հայցելով սրանց դիմագրավել, չնայած մենք 7 տարի ասում ենք դրա մասին, նոր վտանգը սկսել են կոչել վտանգ, հա, ոչ թե դուք բան չեք հասկանում։ Մեր ժողովուրդն էլ գիտակից է, պարզվում է դա բավարար չի։ Ձեր մեկնաբանությունը, ձեր ակնկալիքը, ձեր պատկերացումները սրա մասին համեցեք։ Թե ուզում եմ հիշեցնել, որ այս այցին նախորդել էր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում ռազմական կցորդի նշանակմանը եւ բավական բարձր մակարդակի այցի, տեսանք նաեւ դեկտեմբերի սկզբին, կարծեմ ամսի 4-ին այնտեղ նախարարը փոխնախարարի մակարդակ է կոչվում եւ ուրեմն այս ռազմական կամ անվտանգային ոլորտում համագործակցության նախնական նշանները բավականին հետաքրքիր են նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նաև Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական երկխոսություն ենք սկսել։ Գրիգորյանը այցեր ունեցել նաև նախկինում 2 անգամ եւ արդեն իսկ խոսակցություն է ծավալվել անվտանգային ոլորտում ինչ որ համագործակցության վերաբերյալ։ Հիմա սրանք կլինեն հակաօդային պաշտպանության կամ ինչ որ բրիտանական ընկերությունների հետ գործունեություն, չգիտեմ, որտեղ այնտեղ հարմոնիզացիայի խնդիր կա, ես ռազմական փորձագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ սա մի ուղղություն է, որտեղ կարող է խոսակցություն ծավալվել։ MI6-ի ղեկավարի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ուղիղ կապ ունի, եթե կուզեք Ուշակով Վիտկով խոսակցությանը, առայն որ եթե ամերիկացիներն այնուամենայնիվ որոշում են առանց մեզ խոսել ռուսների հետ, ուրեմն թող սպասեն, որ մեր կողմից էլ վերաբերմունքը տարբեր է լինելու, մենք այլ Ռուսաստան ենք տեսնում, եթե դուք ուզում եք, այսպես ասած, շաքարով պատել այն ինչ չկա, ուրեմն մենք էլ առանձին գործողությունների ենք գնալու անվտանգային համակարգերում մեր ունեցած կարողություններն էլ կիրառելով, հաճախ չկորզինացնելով ավանդական գործընկերների կամ խորը ռազմավարական գործընկերների հետ։ Ուրեմն սա այս տրամաբանության մեջ է, որտեղ կարծես թե նաև Եվրամիության անդամ խոշոր խաղացողների միջև նույնպես համաձայնություն կա, որտեղ եթե մեզ թողել են միայնակ եւ եթե հայտարարություններն այն մասին են, որ դուք առանց մեզ ոչինչ եք, դե տեսնենք ով ինչ է, հա։ Մենք էլ մեր գլխի ճարած տեսնենք։ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իհարկե երկկողմ մակարդակում չափազանց կարեւոր են եւ ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ այդ փիլիսոփայության փոփոխությունը եղել է, այսինքն
նախկինում եղած, դե գիտեք ինչ կա, դաշտեր կա, որտեղ Ադրբեջանը օրինակ շատ խորացած կամ Թուրքիան շատ խորացած հարաբերություններ ունեն եւ այդտեղ մենք անելիք չունենք, այդպես չէ։ Եվ երկկողմ մակարդակում այո կա դաշտ աշխատելու եւ խորացնելու հարաբերությունները, առավելապես կրկնեմ նաեւ դրա ազդակներն ենք տեսնում անվտանգային ուղղությամբ։ Հիմա թե դրանք ինչ միջսոարում կստանան Կերևա, սա կարող է լինել նաեւ ինչ որ ռազմավարական ուղղություններում Բրիտանիայի ներդրումների տրամաբանությունը, բայց ասեմ, որ շատ մեծ չի մեր փորձն ու ավանդույթը Մեծ Բրիտանիայի հետ աշխատանքի այս ուղղությամբ եւ կարծեմ, որ այս ամենը գրվում է սկզբից, հա, այսինքն սա նոր ուղղություն է, նոր տրամաբանություն է։ Ես ենթադրում եմ, որ նաեւ բնականաբար ինչ որ կետից հնարավոր ճանապարհների ենթակառուցվածքների վերագործարկման եւ գազատարի կամ այլ ուղղություններով հնարավոր զարգացումներում Մեծ Բրիտանիան ունենալու եւ ունի իր հետաքրքրությունները, չգիտեմ պարզապես թե ուղիղ որևէ կերպ դա տեղավորվելու է տեղի ունեցողի մեջ, թե օրինակ ինչ որ այլ ուղղությունների մասին է խոսքը, դե այցը կլինի, ըստ այդմ կհասկանանք նաեւ թե ինչ արդյունքների մասին ենք կարող ակնկալել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խառատյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից դիտարկումները, գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հետևենք դեպքերի ընթացքին եւ նոր կրկին կհանդիպենք մեր եթերում։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, արևելագետ, կոնֆլիկտաբան Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված այս ընթացիկ փուլում տարբեր տարածաշրջանային դերակատարների կողմից հնչող հայտարարությունների հետ, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։